Տարին հոբելյանական է հայագիտության հսկաներից մեկի Մխիթար Սեբաստացու համար, որի 350-ամյակը հատուկ միջոցառումներով կնշվի Հայաստանում և Ադրիատիկի չքնաղ գեղեցկուհու Վենետիկի Սուրբ Ղազար հայկական օազիսում։ Երբ Մխիթար Աբահայրն իր միաբաններով հաստատվեց Վենետիկի կղզյակներից մեկում, այն ընդամենը 7000 քառակուսի մետր անվտուղ հողակտոր էր։ Այսօր Սուրբ Ղազարը 30,000 քառակուսի մետր տարածքով ծաղկուն կղզի է, բայց շատ ավելի կարևոր է նրա հոգևոր բովանդակությունը, որը գերազանցում է աշխարհագրական սահմանները։ Մխիթար Սեբաստացու Հոբելյանի հայաստանյան միջոցառումներից մեկը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացված ցուցադրությունն է, որը ներկայացնում է Մխիթար Աբահոր և մխիթարյան միաբանության գործունեությունն ու պատմությունը հիմնադրման շրջանից մինչև մեր օրերը։ Ցուցադրության մաս են կազմում Սեբաստացու ահռելի ժառանգության մեծարժեք նմուշները։ Մխիթար Աբահայրը իր կյանքի ընթացքին հրատարակած է 54 աշխատություններ, որոնցից 14-ը իր ինքնագիր աշխատություններն են։ Իր գլուխգործոցներից են Աստվածաշունչը, որ տպագրում է 1733 թվականին, Քերականությունը, Մատթեի մեկնությունը և ի վերջո այն ոսկե պսակը կարող ենք ասել, որ է իր Բարգիրք Հայգազյան լեզվի երկու հատորանոց մեծ կոթողը, որ ինքը կնվիրի ամբողջովին հայ ժողովրդին։ Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող Մխիթար Աբահորն ու մխիթարյան միաբանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերը, գրքերը և հրատարակությունները հայագիտական և մշակութաբանական մեծ հետաքրքրություն ունեցող հավաքածուներ են, որոնց նվազագույն մասն է միայն ներկայացված ցուցադրությունում։ Գրականության և արվեստի թանգարանում են պահվում նաև մխիթարյան միաբանության տարբեր միաբանների և առհասարակ միաբանության վերաբերյալ շատ կարևոր վավերագրություններ, այդ թվում միաբանության վարժարանների արխիվները և այդ վարժարաններում ուսանած գիտնականների, արվեստագետների, այդ թվում Վահրամ Փափազյանի, Պետրոս Ադամյանի, Դանիել Վարուժանի և մյուս մեծերի արխիվները։ Հատուկ ցուցափեղկով ցուցադրված են միաբանության 1960-ականներից մինչև մեր օրերը մխիթարյան միաբանության թողարկած հուշամեդալները, որոնք ստեղծվել են տարբեր հոբելյանների ու տոների առիթով։ Կենտրոնում այս տարվա փետրվարի 12-ին Կենտրոնական բանկի 500 օրինակով թողարկած հոբելյանական արծաթե հուշադրամն է, որի դիմերեսին մխիթարյան միաբանության զինանշանն է Աստվածամոր պատկերը և Զարդանախշեր Սեբաստացու Բարգիրք Հայգազյան լեզվի գրքից։ Դարձերեսին Սեբաստացու դիմանկար խճանկարն է։ Հուշադրամի էսքիզի հեղինակը Լուսինե Լալայանն է։ Այն կարգախոսը, որով առաջնորդվել էր Մխիթար Սեբաստացին, ծառայել եկեղեցուս, ազգիս, հայրենիքիս և ժողովրդիս, այդ կարգախոսը կարմիր թելով անցնում է իրենց ողջ գործունեության ընթացքում։ Եվ այն հսկայածավալ աշխատանքը տպագրական, կրթական, որ իրականացրել է մխիթարյան միաբանությունը, Սեբաստացու առաջնորդությամբ և իրենից հետո գրախոսում վկայությունն է։ Եվ մենք փորձեցինք նաև հուշադրամը այնպես հատել, որ ինքը արտացոլի Մխիթար Սեբաստացու կյանքը, գործունեությունը և հիմնական առանցքային դերը։ Հուշադրամի շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև Մխիթար Աբահոր հեղինակած տաղերից մի քանիսը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։